Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա, եւ Հայաստանում ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության հզոր հովանու ներքո։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղն իրոք դարձել է շատ հանրաճանաչ եւ պահանջված։ Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններն ամեն տարի անց են կացնում IT Cup մրցաշար, որին մասնակցում են բազմաթիվ թիմեր։ Բայց մինչև այս տարի ես պատկերացնել անգամ չէի կարող, թե որքան մեծ է մասնակիցների քանակը։ Միայն այս տարի այդ մրցաշարին մասնակցել է 72 թիմ։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ հաղթող թիմը կհրավիրվի հեռուստատեսային ակումբ արտամրցութային խաղերից մեկին մասնակցելու համար։ Այս տարի հաղթող ճանաչվեց Pixart ընկերությունը եւ այսօր ես խաղի եմ հրավիրում Արման Իսաջանյանի թիմին։ Ծրագրավորող Վահան Գևորգյան, ֆիզիկոս Վիկտորիա Քոչարյան, մեքենական ուսուցման մասնագետ Դավիթ Քոչարյան։ Ծրագրավորող Ռոբերտ Հովանիսյան, տվյալագետ Բարսեղ Աթանյան եւ թիմի ավագ տնտեսագետ Արման Իսաջանյան։ Արման Իսաջանյանի թիմի դեմ այսօր կխաղան Վահե Հարությունյանը, Անահիտ Ղազարյանը, Սամվել Ներսիսյանը, Արմեն Միսակյանը, Հովանես Սմոյանը, Տիգրան Բաբայանը, Տաթև Մինասյանը, Բլից, Մարիաննա Պողոսյանը, Սերյոժա Ափոյանը, Լաուրա Գևորգյանը, Նոնա Գալստյանը եւ հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղապուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Պարոն Իսաջանյան։ Այո։ Որոնք են ձեր կարծիքով ինչ որտեղ երբ խաղի հեռուստատեսային եւ սպորտային ձևաչափերի հիմնական տարբերությունները։ Հիմնականը դա այնտեղ գիտակների դեմ են խաղում, այստեղ հանդիսատեսի եւ նաեւ հեռուստատեսային ճնշումը կա այստեղ, որ շատ մարդ է դիտելու մեզ։ Ես ասեմ, որ այնտեղ էլ գիտակների դեմ չեք խաղում, այնտեղ խաղում եք հարցերի դեմ։ Բոլոր գիտակները պատասխանում են միևնույն է հարցերի։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Բաբայանը, տնտեսագետ Երևանից։ Այն, ինչ գտնվում է կուլիսներում, ստեղծվել է 1907 թվականին։ Տարիների ընթացքում դա մի քանի անգամ փոխել է իր գույնը։ Այն բազմիցս փորձել են արդիականացնել, դրա մեջ տեղադրելով լապտերիկ, սուլիչ, դանակ, դակիչ եւ նույնիսկ շոկեր։ Ընդգծենք սակայն, որ այդ փորձերը մեծ մասամբ հաջողությամբ չի պսակվել։ Փոխվել է միայն պատրաստման նյութը։ Ուշադրություն հարցը։ Ինչ է կուլիսներում։ Ժամանակ։ Շվեյցարական դանակ, բայց շոկերը առաջին ոլորտը բանկարը, բայց գույնը նույնը չի հիմնականում դրա լինում։ Շվեյցարական դանակ։ Ժողովուրդ նյութը փոխվել, ինչի՞ է նյութը փոխվել, պլաստիկից է արդեն երևի։ Ժամանակից դեռ պլաստիկից է։ Լավ, իսկ ինչի՞ պետք է արդիականացնել։ Հեռախոսը լինի, հեռախոսը։ Չէ։ Խոլինի կամ ինչ-որ դանակի кейս կամ հեռախոսը
Վտանգի դեպքում տեղափոխում ես։ անտառ Մեքենա բարդաչոք ինչ-որ տես բան։ Բարդաչոկը։ Ուրիշ ժողովուրդ վերսիա ունենք բաց։ Շոկեր դանակ, տակի, սուլիչ։ Իրան մեջ են փորձել դնել։ Ժամանակ, պարոն Իսաջանյան, ով է պատասխանում։ Կփորձեմ ես պատասխանել առաջին հարցին։ Լսում ենք ձեզ։ Լավ, փորձենք շվեյցարական դանակ։ Շվեյցարական դանակ։ Իսկ գրել եք հարցը, պարոն Իսաջյան։ Այո։ Կկարդաք ինձ։ Այն ստեղծվել է 2007 թվականին, տարին ընթացքում մի քանի անգամ փոխել է գույնը, արդիականացման փորձ են եղել լապտերի, սուլիչի, դանակի, շոկերի տեսքով, այո։ Բայց մեծամասամբ մենակ նյութն է փոխվել կարծես թե ժամանակակից։ Հաջողությամբ այդ ամեն ինչը չի պսակվել, փոխվել է միայն պատրաստման նյութը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Իսաջանյան, տեսեք, սուլիչ, ում է պետք գալիս սուլիչը։ Մրցավարին։ Էլում, Սպասած, օգնակ, ինչ, առաջի բուժօգնություն կատարողին կարող է, օրինակ չգիտեմ, ծովափին։ ամենաշատը հիմա դուք որտեղ եք սուլիչ լսում։ Ոստիկան։ Շոկերը ում է պետք գալիս։ Ոստիկանին, հա։ Վերջին 100-ամյակում լապտերիկի, սուլիչի, դանակի, դակիչի կամ շոկերի օգնությամբ փորձել են արդիականացնել փողոցի երթևեկության կարգավորողի ձողը։ Աշիվը դառնում է 1-0 հոգուտ հեռուստադիտողների Տիգրան Բաբայանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ, որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր, Լիգային շուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային ռեստորան Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուս խանութների ցանցը։ Մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն։ Այսօրվա խաղի լավագույն գիտակին մեր գործընկեր Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը նվիրում է իսրայելցի հանրահայտ գրող, պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի 21-րդ դարի 21 դասերը գիրքը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Իսաջանյան, Այո։ դուք 3 անգամ մասնակցել եք մեր խաղին որպես հեռուստադիտող։ Նույնիսկ ձեզ հետ վիդեո հարց ենք նկարահանել։ Մասնակցել եք նաև ակումբի գիտակների ընտրությանը, որ կարգավիճակն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Թերևս գիտակի։ Գիտակի։ Այո։ Թիմային խաղը շատ է դուրս գալիս։ Այսօր մասնակցում եք խաղին որպես ավակ, իսկ որպես շարքային գիտակ, որ պրոֆեսիոնալ թիմում կուզենաք մասնակցել։ Անահիտ Ղազարյան։ Էմիլ Միրզոյանի։ Պարզ է։ Ձեր դեմ խաղում է Անահիտ Ղազարյանը, թոշակառու Երևանից։ Վերջերս մեր հեռուստադիտողի աչքին է ընկել հացամթերք արտադրող ընկերություններից մեկի գովազդային կարգախոսը։ Առավել խորհրդանշական է, որ մեր հեռուստադիտողն այդ կարգախոսը նկատել է այդ ընկերության առաքման ավտոմեքենայի վրա։ Ուշադրություն հարցը։ Հայտնի որ արտահայտությունն է օգտագործվել որպես այդ ընկերության գովազդային
կարգախոս։ Ժամանակ։ Բոլոր ճանապարհը տանում են հռոմ կաղոտ էս բանի, ճանապարհը տանը Հացը նույնորն են ուտում, չէ նույնորը թխած բան, որ Հացի հետ արտահայտություն Դա կարևոր չի հաց հետ, մի կարծես հաց հետ կապել փոխել այն ինչ-որ բան վրա։ Շուտ վերում են հացամթերքը։ Хлеб наш насущный, հաց հանաբազոր։ Հացի նմանից բարգիտ եկել։ Նա ինչ կար Թարմ հաց, հաց ինչով արտահայտում, թարմ հաց, քարի հաց։ 60 վայրկյան մեջ հաց։ Քարի հաց, թարմ հաց, ուտիա բերում, խմորեղեն կար։ Չորս այգի վրա հաց։ Մատնաքաշ, հրազդան։ հայտնի արտահայտություն պետք է Արտահայտություն։ հայտնի Մի բառ։ Մատից քաշել կարող ես որտեղ։ 4 հատ կտրել մի հատ 7 շապել մի հատ կտրել։ Մեքենա, հաց, Պարոն Նիսաջանյան, Այո, պարոն հաղորդավար, խնդրեինք դահլիճի օգնությունը։ ես կարող եմ կարդալ հարցը։ Պետք չի, այդ դեպքում 20 վայրկյան դահլիճի օգնության համար։ Թխի գա, հա։ Բաբա։ Իսկ ուրիշ Իսկ ուրիշ բան ունեք դուք։ Ինչ թխի թողա մեզ ասին ուրիշ։ Ձեր տարբերակը ո՞րն է։ Թխի գա։ Որտեղ հացը այնտեղ ինչ է։ Կաց, որտեղ հաց այնտեղ կացը, բայց Որտեղ հացը այնտեղ հաց է։ Ժամանակ։ Մի քանի տարբերակ ունենք, պարոն, կպատասխանեմ ես։ Թերևս ամենաշատ դուրներս եկավ թխի գա արտահայտությունը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Նիսաջանյան, հացը թխում են։ Այնուհետև այն ավտոմեքենայով տեղափոխվում է։ Այլ կերպ ասած, գալիս է խանութներ, ռեստորաններ եւ այլն։ Հացամթերք արտադրող ընկերությունը որպես գովազդային կարգախոս է օգտագործել թխի թող գա արտահայտությունը։ Դահլիճի օգնությամբ թիմը հավասարեցնում է հաշիվը, սակայն Անահիտ Ղազարյանը որպես փոխհատուցում ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից, քանի որ թիմը հարցին պատասխանեց դահլիճի օգնությամբ։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա են Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր Ռուբեն Հակոբյանը եւ ընկերության փոխտնօրեն Արա Գևորգյանը։ Բարի երեկո, պարոնայք։ բարի երեկո։ Պարոն Հակոբյան, նախորդ անգամ ձեր ընկերության աշխատակիցները ներկայացրեցին Իտալ Սոլարը։ Ասացեք, ինչ է փոխվել այս կարճ ժամանակահատվածում։ Այս կարճ ժամանակահատվածում բարելավել ենք մեր ծառայությունների շրջանակը, կրկնապատկել ենք մեր աշխատակիցների թիվը եւ ամենակարևորը Իտալ Սոլարը այսուհետ Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում է, ինչը 2 տարվա ընկերության համար բավականին լուրջ ձեռքբերում է։ Շնորհավորում եմ, պարոն Հակոբյան։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կնվիրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Աթանյան, Այո, պարոն հաղորդավար։ թեև դուք հայտնի եք դարձել մեր հեռուստադիտողներին որպես ամենախելացին նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, սակայն մեր հեռուստաակումբում եւս դուք նոր մարդ չեք։ Ընդ որում վերջին տարիներին մեր հեռուստախաղին մասնակցել եք որպես թիմի ավագ։ Այսօր շարքային գիտակի կարգավիճակում եք։ Որ դերում եք ձեզ ավելի լավ զգում։ Յուրաքանչյուրն իր Տաթև առանձնահատկություններն ունի։ Կարծում եմ երկուսն էլ ինձ իմ համար լավ է։ Երկուսն էլ հոգեհարազատ։ Այո։ Ձեր դեմ խաղում է Տաթև Մինասյանը, լեզվաբան Երևանից։ Բրիտանացի գրող Յան Ֆլեմինգի Կազինո Ռոյալ վեպի գլուխներից մեկը կոչվում է նույն կերպ, ինչ 1830 թվականին Լամանշի մյուս կողմում լույս տեսած հայտնի վեպը։ Ուշադրություն հարցը։ Ինչպես է կոչվում Յան Ֆլեմինգի վեպի այդ
գլուխը։ Ժամանակ Շվարները կազինոյի բռնում։ Կազինոյի կապած տիմի հաջողություն կա, հաջողություն։ Կոմբինացիաներից մեկի անունով բան կա ֆրանսերեն։ 3-7 կամ 007 հետ կապած տիմի։ 1900-ը։ Հա, կա կինո, կազինո ռոյալն է։ Ժող կազինո հետ կապած ինչ գիտե։ Շվարները 30 տիվ, հա։ Մինուտ չեմ հիշում ոնք։ Ֆրանսիական ինչ գիտեք вообще այդ բանը 30 տիվ։ Ռուլետկա, հաջողություն։ Ну, Дюмай, ինչ-որ մի բան կարա լինի։ 20 лет спустя, 25 лет спустя։ Աղի հետ կապած ինչ։ Երեքրասանակիրները տիպը կրակորված ինչ Արման ռուլետ կա։ Ռուլետ, բայց տենց։ Ոչ դա գիտեք հայտարարի բա։ Կազինո Royal Flush։ Կազինոյի կամ բոնդի շպիոնության հետ Կարող է կապած։ Royal Flush, լամաշի միս կողմ։ Հաջողության հետ կապած։ Ֆրանսիական պետք է լինի։ Կամ պարտվել ռիսկի դիմելու հետ կապած։ Кто не искует, тот и Իսկ բանը Blackjack խաղի հետ կապած չկա, չէ, Blackjack Ես Royal չգիտեմ, Flush, չգիտեմ։ ժամանակ պարոն Իսաջանյան ով է պատասխանում նախ Պարոն հաղորդավար, բարձենք այդ հարցը հա, կփորձի Վիկտորիան պատասխանել։ լսում ենք ձեզ Վիկտորիա Պարոն հաղորդավար, առաջի տարբերակը, որ եկավ մեր մտքին, կարծում ենք կազինոյում խաղատանը խաղացած մաղթը աղքատանումը ու դառնում է թշվառ։ Ու ենթադրում եմ, որ խոսքը գնում է ֆրանսիացի Վիկտոր Հյուգո թշվառները վեպի մասին։ հասկանալի է տրամաբանությունը հասկանալի է ուշադրություն ճիշտ պատասխանը Վիկտորիա երբ ասում եք կազինո ինչն է գալիս առաջին հերթին մտքին առաջին երկրորդ եկեք թվարկենք գորգերը խաղասարքերը, հա, այդ ռուլետկա, այդ բանը որ պտտում է, այդ ռուլետկան որ պտտում են այնտեղ ինչ կա հավանականություններ, տարբերակներ, իսկ ինչ գույներ կան այնտեղ կարմիր, եւ սև, մաֆիա, ուշադրություն ճիշտ պատասխանը Յան Ֆլեմինգի վեպի այդ գլուխը կրում է նույն անվանումը ինչ ֆրանսիացի գրող Ստենդալի հայտնի վեպը Կարմիրն ու սևը 2-1 հոգուտ հեռուստադիտողների Տաթև Մինասյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից Տիկնայք եւ պարոնայք մեր դահլիճում ներկա է Երեմյան ընկերությունների խմբի հանրային կապերի ղեկավար Ամալիա Կարապետյանը Բարի երեկո հարգարժան հյուրեր Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Կարապետյան, աշխարհահռչակ Բրիտանուի գրող Վիրջինիա Վուլֆն ասել է. հնարավոր չէ լավ մտածել, լավ սիրել, լավ քնել, եթե լավ միջավայրում չես ընտրել։ Ինչ եք կարծում, ինչ կասեր Վիրջինիա Վուլֆը Ռենոմեում ընթրիքից հետո։ Պարոն հաղորդավար շատ հետաքրքիր հարց եք հնչեցնում։ Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային ռեստորան Ռենոմեն, լինելով միակը Հայաստանում, իրոք առանձնահատուկ է իր յուրաքանչյուր դրսևորման մեջ, բարձրաճաշակ ուտեստներով, նրբագեղ միջավայրով եւ շքեղ սպասարկմամբ, Ռենոմեն մի վայր է, որտեղ համերի եւ մատուցման փորձառությունը իրոք ոգեշնչման մեծ աղբյուր է եւ պատահական չէ, որ մենք Ռենոմեին տվել ենք հետեւյալ կարգախոսը՝ առանձնահատուկ։ Կարծում եմ Վիրջինիա Վուլֆին Ռենոմեն կոգեշնչեր առանձնահատուկ ձևով, մղելով ստեղծելու այնպիսի հերոսներ, որոնք չէին վախենա մենակ մնալ իրենց վախերի, ցանկությունների եւ մտքերի հետ, չէ որ բարձր հեղինակային խոհանոցը խոհարական արվեստի բարձրակետն է, որտեղ մարդիկ բացահայտում են իրենց բոլորովին նոր, դեռևս չճանաչված կողմերից։ Շնորհակալություն, Տիկին Կարապետյան, իսկ մենք շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Վիկտորիա, այո, այսօր մեկ թիմում եք խաղում ձեր ամուսնու, Դավիթի հետ։ այո, Իսկ ինչով է միասին խաղալը ձեզ օգնում եւ ինչով կաշկանդում։ օգնում է հաստատ նրանով, որ իրար ավելի արագ ենք հասկանում, կես բառից թարգմանելն է նաեւ կաշկանդել, վստահ չեմ ինչ որ բանով կաշկանդում է։ Դե հա երևի թարգմանելն է կաշկանդում է նաեւ։ Ուշեցինք ինձ։ Բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։
Հասմիկ Մայիլյանը Արարատից խնդրում է ձեզ ավարտել Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանությունում փակցված գրության տեքստը։ Կանայք, մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Չէ որ արձանագրության մեջ լինելու է ժամանակ ուրիշ դե ինչ կամեջ Արձանագրության տարիք խիալն է։ Լուսանկար տարիք մաքշոտը վատ ալնելու պիտի նկարեն Կամ կարող եմ չփ։ կանեք ինչից են համաչում ինչ չեն ուզում ժամանակ կպատասխանի Դավիթը լսում ենք ձեզ Դավիթ Մեզ թվում է տարիքը։ Ձեզ թվում է տարիքը ուշադրություն ճիշտ պատասխանը Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանությունում փակցված է մի գրություն, որտեղ ասվում է. Կանայք, մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները, չէ որ արձանագրության մեջ նշվելու է ձեր տարիքը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, շարունակում ենք բլիցը, ուշադրություն, երկրորդ հարցը։ 19-րդ դարի վերջին այդ երաժշտական գործիքին ավելացրեցին ոտիկ, ինչի շնորհիվ կանանց շրջանում այն դարձավ շատ հարմար եւ տարածված։ Ալեք Մկոյանը Ռուսաստանի Նովորոսիսկ քաղաքից հարցնում է. երաժշտական որ գործիքի մասին է խոսքը։ Չէ, մի հատ ոտ են Մի բան են ավելացրել։ մի հատ Ինչ-որ ծանր մեծ ծանրի համար չէ Սաքսոֆոն, սաքսոֆոն, չգիտեմ շատ Ալֆոնս Ալֆոնս կանացի գործիք էլ ավելի Բայց Չէ, Լավ, Ջութակը բռնում է, որտեղ ոտ։ Ժամանակ Ռոբերտը կպատասխանի Մենք կարծում ենք, որ դա թավջութակն է։ ուշադրություն ճիշտ պատասխանը։ Երկար ժամանակ այդ գործիքը ներքևում ոտիկ չի ունեցել, ինչի պատճառով տղամարդիկ ստիպված են եղել այդ երաժշտական գործիքը բռնել ոտքերով։ Կանանց շատ դժվար է եղել անել նույնը։ Ահա թե ինչու նրանք այդ գործիքը նվագել են կողքից, ինչը անհարմար էր եւ ոչ պրոֆեսիոնալ։ Իսկ ոտիկի ավելացմամբ այդ գործիքը սկսեց մեծ մասսայականություն վայելել կանանց շրջանում։ Թավջութակ նվագելն այլևս բարդություն չի ներկայացրել կնոջ համար։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ Ձեր դեմ խաղում է Էդուարդ Ավետիսյանը Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Էդուարդը հետաքրքրվում է. Ինչ է համացանցի օգտատերերին հիշեցրել Եղիսաբեթ II-ի այս լուսանկարը, որն արվել է Վատիկանում։ Ժամանակ։ Շախմատ չէ, թագուհին չի կարում շարժվի։ Շախմատը հիշեցրել, պրոստը շախմատը։ Թագուհիկը ու բիշոպը մեջ հիշել։ Ոչ, պրոստը շախմատը հիշացրել, բիշոպը։ Բայց թագուհը շարժվում է։ Եկուստեկան, չէ, փստեկան մեջ հիշել։ Բիշոպը կա, թագուհիկը, պրոստը շախմատը հիշել։ Բայց ուրիշ շատ մի բան։ Թագուհին չի կարա շարժվի։ Կոնկրետ քայլ չի կարող։ Պրոստը շախմատը։ Ժողովրդի պատ չի։ Ժամանակ, պարոն Իսաջանյան, ով է լռություն։ Ով է պատասխանում։ Պարոն հաղորդավար, ես կպատասխանեմ։ Լսում ենք ձեզ, պարոն Հիշեցրել է շախմատ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բիշոպ բառին անգլերենում համապատասխանում են թե հոգևորականը, թե շախմատային փիղը։ Հատակի սև ու սպիտակ սալիկները հիշեցնում են շախմատի տախտակ, իսկ շախմատի թագուհուն փոխարինում է իրական թագուհին։ Համացանցի օգտատերերին այս լուսանկարը շախմատ է հիշեցրել։ Դուք հաղթեցիք բլիցում 2-2։ Հաշիվը դառնում է 2-2, իսկ ես ուզում եմ ասել, որ մեր դահլիճում ներկա է Լիգային շուրանս ապահովագրական ընկերության կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արմինե Բադալյանը եւ վաճառքի գլխավոր մենեջեր Նելի Ազիզյանը։ Բարի երեկո, հարգելի հյուրեր։ Բարի երեկո։ Հարգելի Արմինե, մեր այսօրվա թիմի բոլոր անդամները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են։ Կա արդյոք ապահովագրություն, որն անհրաժեշտ է հենց այս ոլորտում։
Այո, մենք ունենք կիբեռիսկերի ապահովագրություն, որը այսօր շատ ակտուալ է եւ միայն IT ընկերությունների համար չէ նախատեսված, որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ կիբեռիսկերը ներառում են համակարգչային կոտրում, առցանց խաբեություններ, գաղտնի տեղեկատվության արտահոսք եւ բոլորիս ցավալիորեն շատ ծանոթ անձնական տվյալների գողություն։ Ես ճիշտ հասկացա, որ կիբերհարձակումներից կարող է ապահովագրվել ցանկացած կազմակերպություն։ Անշուշտ, եթե ունեն խոցելի ակտիվներ, օրինակ համակարգիչներ, որոնք միացված են ցանցին կամ տեղեկատվություն, որը պահվում է տարբեր հարթակներում։ Էլ չեմ խոսում ֆինանսական կազմակերպությունների մասին, որոնք շատ խոցելի ակտիվներ ունեն եւ այստեղ կորուստները կարող են շատ խոշոր գումարների հասնել։ Իսկ կա տեղեկություն, թե քանի այդպիսի հարձակում է եղել վերջին տարվա ընթացքում օրինակ։ Հստակ վիճակագրություն ցավոք չկա, որովհետև ոչ բոլորն են դիմում իրավապահ մարմիններին, բայց որ վերջին տարիներին շատ մեծ աճ է գրանցվել, դա ակնհայտ է, եւ եթե մենք առաջ միայն ֆիլմերում էինք տեսնում նմանատիպ բաներ, արդեն մեր առօրյայում բավականին տարածված երևույթ է։ Երբ թե բոլորս ունենք ծանոթներ, որոնք ենթարկվել են կիբերհարձակումներին։ Շնորհակալություն, ես կարծում եմ այդ հարցը մենք պետք է ուղենք մեր լավ ընկեր Սամվել Մարտիրոսյանին, ինքը հաստատ կիմանա դա։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Պարոն Գևորգյան։ Այո, պարոն հաղորդավոր։ Մեր ակումբի գիտակների, մայրերի, քույրերի եւ դուստրերի թիմի կազմում Գարնանային եթերաշրջանի տոնական խաղին մասնակցել է նաեւ ձեր կինը, Անահիտը։ Իսկ ինչ խորհուրդներ է ձեզ տվել Անահիտի եղբայրը, մեր ակումբի փորձառու գիտակ Նորայր Գևորգյանը։ Լինել մաքսիմալ հանգիստ ու լինել խաղի մեջ։ Ստացվում է։ Առայժմ ոչ։ Դե փորձեք լինել մաքսիմալ հանգիստ եւ խաղի մեջ։ Ձեր դեմ խաղում է Սամվել Ներսիսյանը, մենեջեր Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Ձեր էկրանին մի լեռ է, որը գտնվում է Դաղստանում։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչպես է կոչվում այս լեռը։ Ժամանակ։ Դաղստանը Մուսուլմաններ են։ Ոնց անցած քթեր են ինչ։ Stairway to Heaven-ի պես, կամ դեպքում Stairway to Heaven, ճանապարհը երևի օգտագործել է, ճանապարհը սպիա նման երևի, հա։ Scarface, Լիսոստրամը։ Կարող է լինի, բայց բայց ոնց ճանապարհ չի, արի հետ դա մազի Դաղստանի հետ մուսուլմանական Երկարակյաց Բաները մուսուլմանների մոտ կա 7-րդ բայց ինչի նայես ասելով սպեցիֆիկ ֆորմայի պատճառով Դեպի երկինք։ աստիճանական ոնց որ իջնի։ Կա տոնածառի նման։ Հայացք դեպի տոնածառի նման, հա։ Մարդը բոլորս Մարդը որը դեպի վեր է արվի, ճանապարհ շենի արվի, Մեկ է ինչ ժամանակ են անունը դրել, թազարեֆիչ պետք է լինի։ ով է ոնց հաստատ Դեպի երկինք հա Մարդ որը նայում է դեպի երկինք, բայց ով է Մոհամեդ։ Դեպի Ժամանակ։ առաստված։ Պարոն Իսաջանյան։ Այո, պարոն հաղորդավար, ես կփորձեմ պատասխանել։ Լսում ենք ձեզ։ Դեմքի ուրվագիծը երևում է նկարից, եւ նաեւ արահետն է երևում, դա է սպիա ինձ նմանեցնում, փորձենք սպիով մարդը։ Սպիով մարդը, հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Իսաջանյան։ Այո։ Քանի տարի է խաղում եք ինչ որտեղ երբ։ Քանի տարվա փորձում եք։ 5 տարի։ Իսկ գիտեք, որ ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի չգրված օրենք կա։ Այո։ Եթե չգիտես պատասխանը, Պուշկին պատասխանի։ Այս լեռը կոչվում է Պուշկին, քանի որ եթե նայեք որոշակի դիտանկյունից, ապա դրա ուրվա պատկերը ձեզ կհիշեցնի մեծ բանաստեղծի պրոֆիլը։ 3-2 հոգու հեռուստադիտողների Սամվել Ներսիսյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Գևորգյան։ Այո, պարոն հաղորդավար։ Դուք ռոք երաժշտության մեծ սիրահար եք եւ առիթը բաց չեք թողնում ներկա գտնվելու ռոք համերգներին։ Այո։ Իսկ ում համերգն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դժվար է նշել մեկը, բայց
Ռամշտեյնի համերգն է շատ տպավորվել անպատմելի շոուի համար ու Ռոջեր Վոթերզի համերգը Լավ ճաշակ։ Աննկարագրելի էմոցիաներ է պայել։ Լավ ճաշակ։ Ձեր դեմ խաղում է Վահե Հարությունյանը, շինարար Երևանից։ Ուշադրություն հարցը։ Ինչու էին մրցաշարին մասնակցող հռոմեացի գլադիատորների զրահների կրծքավանդակի և մեջքի հատվածներում փոքր և շատ անցքեր բացում։ Ժամանակ Կաղա որ արյունը դուրս գա, Չէ, եթե խոցեն արյունը դուրս գա։ Երևա էլի։ Ինչու մի հաց է։ Չէ, բազմաթիվ, ճակերված։ Ուրիշ։ Կարող իդենտիֆիկացնելու համար շուտ։ Չէ, այդքան բրեդ բադ։ Էլի կարելի փաթերնով եղել։ Գլադիատա գնացա կռվում է։ Ժամանակ օգնի ինչ որ դեր։ Իսկ կարանաս խոցես։ Հակառակը իրան չպետք է օգնի, իրան։ Կարանաս խոցես, կարանաս Բայց դու կռվում ես քո վրա ծակեր կա։ Ինչ որ դեր քեզ օգնի կռվի ժամանակ։ Կենթանիներ են բաց թողել, կենթանիներին այն ինչ որ ձևով։ Որ կենթանի ատամը խփի վրա են մտնի մեջը։ Ատամների ծակեր մտնի։ Կարող է Ինքի հոտոս գային օրինակ ինչ որ։ Բայց միշտ կենտանիներ դեմ չեն ճաշել։ Просто чем ուզում ջոգեմ դա всё։ Հա, լավ է դա։ Հա, բայց դա երկու պատճառով կարելի, մեկը որ շոու ունի, մեկն էլ որ արյունը հետ չգնա փրկելու իրենց։ Ժամանակ Պարոն հաղորդավար կփորձի Բարսեղը պատասխանել։ լսում ենք Բարսեղ։ Կարծում ենք այդ փոքր անցքերը արյունը ավելի արյունացության ժամանակ արյունը տեսանելի լինելու համար էր, արյունը որպեսզի դուրս գար, Իսկ ինչու էին շատ այդ անցքերը։ որպեսզի ավելի տպավորիչ տեսարան լիներ միգուցե։ Իսկ ինչ տարբերակներ ունեիք Բարսեղ։ Նույն տարբերակը մեկ այլ պատճառաբանությամբ, որ գլադիատորին փրկվելու շանս լիներ, տարբերակներից կար, քանի որ երբեմն կենթանիների դեմ էին մարտում։ Ուրիշ Այս բանը չեմ մտաբերում այլ տարբերակ։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Հռոմեացի գլադիատորների զրահների կրծքավանդակի և մեջքի հատվածներում շատ անցքեր էին բացում, որպեսզի նվազեցնեին զրահի քաշը, ինչը բնականաբար լրացուցիչ առավելություն էր տալիս գլադիատորին։ 4-2 հոգուտ հեռուստադիտողների Վահե Հարությունյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք և պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Յունիբանկի հայրենիք մասնաճյուղի կառավարիչ, մանրածախ վարկավորման տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Միրզոյանը։ Բարի երեկո, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Միրզոյան, այս տարվա սկզբից ուժի մեջ մտան հիփոթեկային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։ Կմանրամասնեք, թե ինչպես կարող են օգտվել ծրագրից հաճախորդները հիմա, ինչ հնարավորություններ է առաջարկում Յունիբանկը։ Իհարկե, դուք ճիշտ եք, այս պահին սահմանափակումները արդեն ուժի մեջ են մտել, սակայն սահմանափակումները չեն առնչվում Հայաստանի Հանրապետության մարզերին, որտեղ մենք ունենք շատ գործընկեր ընկերություններ, որոնք ակտիվ կառուցապատում են իրականացնում։ Մենք ուշադրություն ենք սևեռում մարզերին, մեր հաճախորդներին ուղղորդում ենք դիտարկել այդ տարբերակները և մարզում գտնվող գույք հիպոթեկային վարկով ձեռք բերելու դեպքում նորից կարող են օգտվել եկամտահարկի վերադարձի օրենքից։ Բացի դրանից ուզում եմ հավելել, որ բանկում գործում են առանց կանխավճարի հիպոթեկային առաջարկ, առանց եկամուտների վերլուծության հիպոթեկային առաջարկ, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններից հիպոթեկների տեղափոխություն մեր մոտ ավելի ցածր տոկոսադրույքով։ Շնորհակալություն պարոն Միրզոյան և շնորհակալություն տարիներ շարունակ Հայաստանի ինտելեկտուալ շարժմանը աջակցելու համար։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@shnik.pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև թարմացված 3w TV-y.am կայքի միջոցով։
Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Մարիաննա Պողոսյանը, հաշվապահ Արշալույս գյուղից։ Գրող Դերենիկ Դեմիրճյանը սիրում էր խոսել լեզվից։ Սովորականի մեջ անսովորը տեսնող նրա միտքը, ինչ ասես, որ չէր հնարի։ Մի օր Դեմիրճյանը բողոքեց. ինչպիսի անարդարություն, այն լեզվի ամենանուրբ փոխանցումներն է արտահայտում, իսկ անունը հիրավի դրել են այդքան կոպիտ։ Ուշադրություն հարցը, ինչի մասին է այսպես արտահայտվել Դերենիկ Դեմիրճյանը։ Ժամանակ։ Խոսքի մասեր ասեմ, շահկապ, գոյական, ձայնագործություն, բացականչություն, ինչ էր ասում, լեզվի ամենանուրբ բանը, բայց անունը շատ կարող է բառը որպես տահաշ Չէ, կարող է հենց բառը։ Չէ, լեզվի ամենանուրբ բաներն է արտահայտում, բայց անունը կոպիտ են դրել։ Ինչ խոսքի մասերը պրոստը ինչ գիտե, գոյական, գոյական, արձական բայ, մակ բայ, շահկապ, ձայնագրություն, վերաբերություն։ Գոյական տառի մասին եմ մտածում բութ։ Հա, բութը տառի մասին բաներն է ասում, ապրես, ուրիշ։ Իշեր, բացական չկրության երկարություն։ Մեղքի զնակի պես հայերենում կա։ Չէ, ժող էլ ինչ կա, խոսքի մաս։ Չէ, խոսքի մաս։ Ուրիշ բան չունենք է։ Եթե բառը կենտրոնական նշաններ կա խոսքի մասից ամենահարմար տարբերակը։ Ժամանակ, պարոն Իսաջանյան։ Պարոն հաղորդավար Ռոբերտը կփորձի պատասխանել։ Լսում ենք Ռոբերտ։ Մենք կարծում ենք, որ դա բութն է։ Իսկ ինչու եք այդպես կարծում։ Որտեվ ժողովրդի մեջ տարածված է բութը որպես վիրավորանք, բայց գրականության մեջ ինքը թեթև դադար է տալի ու կարելի է իրան լավ օգտագործել, կարճ ասած։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ինչպիսի անարդարություն, այն լեզվի ամենանուրբ փոխանցումներն է արտահայտում, իսկ անունը հիրավի դրել են այդքան կոպիտ։ Դերենիկ Դեմիրճյանն այդպես արտահայտվել է բութ կետադրական նշանի մասին։ Թիմը կրճատում է հաշվի մեջ տարբերությունը, հաշիվը դառնում է 4-3 հոգուտ հեռուստադիտողների։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Արամ Առաքելյանը։ Բարի երեկո, պարոն Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Առաքելյան, ինչն է առանձնացնում Աթենք ընկերության արտադրանքը շուկայում։ Պարոն հաղորդավար, Աթենք ընկերության արտադրանքի հիմնական առանձնահատկությունը դա բարձր որակն է, գործուն մեխանիզմներ եւ կայուն արժեքները։ Մենք ընտրում ենք լավագույն հումքերը, օգտագործում որակի գործուն մեխանիզմներ, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի մեր յուրաքանչյուր արտադրանք համապատասխանի որակի ամենաբարձր չափանիշներին։ Գերազանց համի եւ որակի համադրությունը մեզ դարձնում է ոչ միայն որակի, այլ նաև սպառողի վստահության խորհրդանիշը։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, ինձ մնում է միայն ավելացնել, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Հովհաննիսյան։ Այո։ Մեր ակումբի ուժեղագույն գիտակ եք համարում Սերգեյ Աբրահամյանին։ Իսկ ինչու հենց պարոն Աբրահամյանը։ Ես իր վարած խաղերում եմ խաղացել, ամենաշատը։ Երբ որ վարում է, դուք նկատել եք ինչքան ուժեղ գիտակ է։ Իր հետ ամենաշատն եմ առնչվել ու հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Սերյոժա Ափոյանը, կենսաֆիզիկոս Երևանից։ Արկածախնդիր հանցագործ Վիկտոր Լյուստիգը փախել է Նյու Յորքի Թոմփս բանտից, պատուհանից իջնելով պատառոտված սավաններից պատրաստված պարանով։ Ընդ որում նա ստիպված է եղել փախչել ցերեկը։ Ուշադրություն հարցը։ Ինչ էր նա պարբերաբար
ձևական անում փախուստի ժամանակ։ Ժամանակ Գիժեր ձևանում Հա, ապակինը մասը, բայց դեռ չեն թողի, եկեք հիմա տեղաշորի մասին նախ ցերեկը ոչ մեկ քնած չի կարող տեղաշորները եկալ էր։ Հետո չգիտեմ, կարող են բաներ որ լիքը տեղաշոր հարաբերականի սովորական բան է, որ այդ նայողին չի թվում, որ Սավանը փոխում է, մնացած մարդի տենց գործեր են չանում։ Լիքը սավանը հավաքելուց ձևականացնի, կամ իջնել, բայց փախուստի ընթացքում էր, թե չէ։ Երբ է ձևացնում։ Ֆարբերաբար ձևացնում։ Գերի ընթացքում արել։ Այնտեղ չորան մեջ է տեղերը փոխում են, ինքը պրոստը տիպը տեղերներ փոխում, սա հավաքի դրած կապետի չէ։ Չէ որ տեղերը փոխի չգիտեմ։ Եկե արգածը խնդիր։ Չէ, առավոտ իրանք չորան են անում։ Ամեն օր չէ, դες ձևացնում։ Կա հիվանդացել, քրտում էր շոտ չի։ Ինչ պետք է անել կախված ժամանակ, ինչ կար անել։ Փակում էր ինչեր։ Դե պրոստը կախված կտեսնեն է իրան։ Բայց բանտով պես պատմություններ Ստուդումներ են առավոտ անում։ Պարոն Իսաջանյան, ով է պատասխանում։ Փորձի Բարսեղը։ Լսում ենք Բարսեղ։ Իրականում երևի թիմային տարբերակներ, երևի ես չէի ասում, բայց կպատասխանեմ, որ նա իջնելուց բարբերաբար փորձում էր սովորական մի գործողություն անել, օրինակ պատուհանները ձևացնում էր թե մաքրում էր, որպեսզի անցորդների համար տարօրինակ չթվար, որպես փախուստ դիտարկվեր։ Հասկանալի է։ Իսկ ումներ ասեցիք ձերը չէր։ Կարծեմ Վահանը առաջինը ասեց։ Վահանը ասեց։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Փախուստի ժամանակ Վիկտոր Լուստիգը կարճ կանգառներ էր առնում յուրաքանչյուր հարկում եւ սկսում էր Բարսեղ պատուհան մաքրել ձևացնելով, որ հարկից հարկ է իջնում աշխատանքի բերումով։ 4-4 թիմը հավասարեցնում է հաշիվը։ Իսկ մենք շարունակում ենք տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Երևանում յուս խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Կարապետյան, քանի յուս խանութ կա աշխարհում։ Աշխարհում կա 3405 խանութ, 48 պետությունում։ Իսկ Հայաստանում։ Հայաստանում առայժմ 2 խանութ։ Եվ որտեղ են դրանք։ Dalma Garden Mall եւ Megamall առևտրային կենտրոններում, այլ եւ աշխատում է on-line խանութը յուս.am կայքի։ Իսկ ձեր յուս խանութները թվով որ երրորդն են։ Այդ 3000 քանիսից։ Առաջի խանութը 1035-րդն էր, երկրորդը արդեն չհետաքրքրվեցինք որներ։ Իսկ Հայաստանում նոր խանութներ կլինեն։ Այո, կլինեն այս տարի Երևանի համայնքում եւ դա վերջինը չի լինի։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Ուշադրություն։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի եթերաշրջանի գլխավոր մրցանակը՝ Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Լաուրա Գևորգյանը, գնումների մասնագետ Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում գտնվում է այն, ինչի օգտագործումը սահմանվել է Քուինսբերիի մարկիզի կանոններով 1867 թվականին։ Դրա շնորհիվ ձեռքերը մնացել են անվնաս, սակայն գլուխը սկսել է ավելի շատ տուժել։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Ժամանակ։
Կանոններով խաղա Կաղա պետք է կրանաս։ Ես գլխից ես դնում կամ գլխից կամ ապրելու է ինչ-որ ձև օգտագործել։ Չէ, կաղա պետք է կրանաս դրա համար գլխը դուժում։ Լավ, ձեռեր ո՞նց հերադիտակը որցը։ Ես կարող ինչ-որ գործ ձեռի գործից դառնա մտովի գործ, այսինքն ձեռները մնում են։ Բայց ես սուսերա մարտի չգիտեմ, սաղավարտ կամ այդպես մի բան։ Դե կարող Ժողովուրդ եւ ջերով չես կպե դրա։ Գլխով ես անում ինչ-որ Հավալի պրոստը չի տեղի։ Որտեղ Անգլիայում, Ամերիկայում։ Մարկիս ասել։ Very Marquis։ Հետ կապված ինչ կարա լինի, ոնց որ չգիտեմ, բալ, ինչ-որ տես մի բան, հաց ուտել, խաղ խաղալ, Կարող հարմար է գլխին դրա համար։ Հա, իսկ գողս վարկի մասը։ Կարող մոտո բայց այս բանասոր ներքին որ դերքին չէ, 17 ֆոտոգրաֆիա ֆոտոգրաֆիա կապ չունի մի վարքյան։ Եթե ձեռերը պահում ես կռանում ես, ինչ է լինում, չգիտեմ ինչ որ։ Բիկուդի բան, տես բան կարող։ Հա, ձայնը չես անում։ Չէ, 17 Ժամանակ, պարոն Իսաջանյան, ով է պատասխանում։ Կպորտի Վիկտորիան։ Վիկտորյան։ Պարոն հաղորդավար, ես չեմ հիշում դրա կոնկրետ անունը, բայց ենթադրում եմ սարքերից որ պետքա մազերդ կլորացներ ու հետո նստեիր, որ ինքը չորանար։ Ենթադրում եմ դրա մասին է խոսքը, ոնց որ ձեռքերով չես չորացնում, բայց գլուխի վրա ծանրություն է լինում։ Հասկանալի է։ Իհարկե շատ տարօրինակ էր, որ այս հարցին պատասխանեց միակ աղջիկը թիմից, միակ կինը, ուշադրություն ճիշտ պատասխանը։ Երբ մարզիկները մարտը վարում էին մերկ ձեռքերով, գլխին հասցրած հարվածը կարող էր հանգեցնել հարվածողի ձեռքի վնասվածքի, սակայն դրա ներմուծումից հետո այդ վտանգը գրեթե անհետացավ։ Փոխարենը մարզիկները սկսեցին մեծ ուժգնությամբ հարվածներ հասցնել մրցակցի գլխին։ Սևարկում բացենք այն հայտնի բռնցքամարտի ձեռնոցներն են։ Լաուրա Գևորգյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, Հայաստանի ինտելեկտուալ շարժման պաշտոնական գործընկեր Լիգա ինշուրանս ապահովագրական ընկերություն։ Մեր առանձնահատուկ գործընկերն է Երեմյան ընկերությունների խմբի բարձր հեղինակային ռեստորան Ռենոմեն։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Իտալ Սոլար ընկերությունը։ Մեր հարմարավետ գործընկերն է Յուս խանութների ցանցը։ Մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալիա Սարջանյանը։ Բարի երեկո Տիկին Սարջանյան։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Տիկին Սարջանյան, մեր հաղորդումների ընթացքում բազմիցս նշել եք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություններից են կրթական նախագծերը, հատկապես տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Ինչ նորություններ ունեք այս ոլորտում։ Հաշվի առնելով մեր երկրի սահմանափակ ռեսուրսները միշտ համարել ենք եւ այսօր էլ համարում ենք, որ շատ կարեւոր է մարզերի զարգացումը, այսինքն որպեսզի մեր մարզերի երեխաներն ու երիտասարդները, աշակերտները հնարավորություն ունենան այդ կրթությունը, հատկապես տեխնոլոգիական կրթությունը ստանալ հենց իրենց համայնքներում, գյուղերում, քաղաքներում եւ դրա համար չտեղափոխվել Երևան։ Այդ իսկ պատճառով փորձում ենք աջակցել տարբեր հարթակներում, լինեն դրանք դպրոցներ, լաբորատորիաներ կամ ցանկացած այլ ձևաչափով, բայց հենց մարզերում, հենց տեղերում։ Շնորհակալություն, ավելացնեմ միայն, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Վիկտորիա։ Այո։ Հեռուստադիտողները ձեզ հիշում են ամենախելացին հեռուստախաղի առաջին եթերաշրջանից, որտեղ ձեզ հաջողվեց հասնել մինչև եզրափակիչ խաղ։ Իհարկե այն ժամանակ դուք Վիկտորիա Մուրադյան էիք։ Այո։ Իսկ ինչ տվեց ձեզ այդ մասնակցությունը։ Կցանկանայիք, որ ամենախելացին կրկին լինի եթերում։ Հա,
Հա, իրականում շատ կցանկանայի, ցավում եմ, որ չկա, որովհետև նման հեռուստաշոուեր շատ անհրաժեշտ է։ Դե գիտեմ, որ լիքը երեխաներ նայում էին, ոգևորվում էին, սկսում էին ավելի լավ սովորել, իսկ Հայաստանում տենց չէին սովորում սովորաբար մարդիկ, ասում էին սովորելը ոնց որ նամանավան տղաները։ Տենց իսմա լավ։ Որ ասում եք այն ժամանակ չէին սովորում, հենց այդ եթերաշրջանի հաղթողը տղա է եղել, ձեր հետ նստած է նույն սեղանի շուրջ։ Ձեր դեմ խաղում է Արմեն Միսակյանը, փրկարար Երևանից։ Սթիվեն Քինգի հերոսներից մեկը ժամանակի միջով ճանապարհորդում է ներկայից մինչև 1950-ական թվականների վերջ։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչի շնորհիվ է հերոսին հաջողվում գումար աշխատել։ Ժամանակ։ Տիեզեր չէին այդ վաղ գնում ժողովուրդ։ Это ставка գար, որ լուսի վրա չեն գնա։ Չէ, լուբոյ չէ, հենց այդ ժամանակ stavka եղել է լուսի վրա գնան։ Գիտեմ, դա կոնկրետ, բայց ուրիշ Ինչի ավելի ուշ չի գնացել։ Դա պրոստը կարող որոշել, դա գիրքի մեջ է։ 60-ականների սկիզբը։ Ուրեմն գիրքը պետք է այդ հաշիվը Ժողովուրդ ստավկից բացել ոնց կարող Վաճառում է կարող ինչ-որ բաներ, որ ակցիա արել։ Պրոստը ապագաների գուշակում։ Գուշակություններ անել։ Գուշակել աշխատանք այս կարող աշխատել անցյալում է։ 1950-ականների վերջ։ Դե հանցալը փոխ։ օբյեկտներ Ինչ ինֆոկա, Սթիվեն Քինգը ինչ կա մեջը։ Հորորա գրել ինքը։ Հորորը գիտենք, է, քիչ ոչ ընդհանուր է, ոչ թե գուշակություն արել թե։ Իսկ աղան back to the future-ն է, Արման, Վանգայի պետ բաներ է արել։ Փողը լավ ապագայից ինչ կա որ շատ հեշտ կծախվի, ինչու կողմը այդ գուշակությունը Մեքանիկան կան հայերեն ոնց է այդ ստավկը անել հայերեն։ տոտալիզատոր կա Խաղադրույքներ անել։ Պարոն Իսաջանյան, ով է պատասխանում։ Ես պարոն հաղորդավար։ Լսում ենք ձեզ։ Փորձենք խաղադրույքներ կատարել։ Խաղադրույքներ է կատարել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սթիվեն Քինգի հերոսին հաջողվում է գումար աշխատել, քանի որ վերադառնալով անցյալ, նա այնտեղ խաղադրույքներ է կատարում։ Ներկայում ծանոթանալով անցյալում տեղի ունեցած սպորտային իրադարձությունների արդյունքներին հերոսը տեղափոխվում է անցյալ եւ անսխալ խաղադրույքներ կատարում։ 5-5 եւ մենք սկսում ենք վճռորոշ 11-րդ խաղափուլը։ Պարոն Իսաջանյան, Այո, պարոն հաղորդավար։ թե գրականության մեջ, թե ֆիլմերում ֆենթեզի ժանրի սիրահար եք, իսկ որ ստեղծագործությունները կառանձնացնեիք։ Դե մի քիչ ստանդարտ պատասխան ասեմ, Մատնեի տիրակալը Տոլկիենի, Հարի Փոթերն եմ շատ սիրում, ավելի Տոլկիենի ֆանատներ կային դահլիճում։ Այո։ Նաև Թագավորների ճանապարհը գիրքա Բրենդոն Սանդերսն, դա էլ եմ շատ սիրում։ Իսկ այլ ոճերից Այլ ոճերից Հովհաննես Սմոյան։ Շատ հետաքրքիր է, որ վճռորոշ հարցի վրա ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Հովհաննես Սմոյանը, նկարիչ Գյումրիից։ Նշանավոր շատ ֆուտբոլիստներ հանդիսանում են ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների երկրպագուներ։ Օրինակ, բրազիլացի Ռոմարիոն նախապատվությունը տալիս էր իր հայրենակից Պելեին։ Իսպանացի հրաշամանուկ Լամին Յամալը Լեո Մեսսիի եւ Նեյմարի երկրպագուն է։ Վրացական ֆուտբոլի մերօրյա աստղ Խվիչա Կվարացխելյան երկրպագում է Կրիշտիանու Ռոնալդուին։ Ուշադրություն հարցը։ Իսկ քաղաքական որ գործչի երկրպագուն էր պորտուգալացի այգեպան Ժոզե Դինիշ Ավեյրուն։ Ժամանակ։ Այսի Ավեր Ռոնալդոյի ազգանունն է, քաղաքական որ գործիչ Կրիստիանո անունով։ Կրիստիանո Ռոնալդո, Ռոնալդ Ռեգան։ Չէ, Ռոնալդ Ռեգան, այո։ Բայց ուրիշ Իր անունով են ատվել։ Հա, դրա համար անունը բռնած Չէ, իր անունը դրել է, այո, Ռեգանի պատվին է դրել է։ Ուրիշ, հասկացանք։ Ռոնալդ Ռեգան, Կրիստիանո Ռոնալդու չէ։ Բայց Ռոնալդուի ազգանունը չի խի։ Չէ, բանում են հաստատել։ Երևի ասա սիրար։ Քրիստիանո Իր տղեն կամ բանը ֆուտբոլիստ է էլի։ Անունը դրել է, էդի տիլի վերսան։ Անունը նորից կասես։ Ֆուտբոլիստի բան է էլի։ Մոտո սիրար, կամ իր տղու անունը դրել, կամ իր մականունն է։ 80-ականների ուրիշ պորտուգալացի ACB-ո կա, շատ
հայտնի։ Հա, էլի սպորտագաստիկ եք հայտնես կա Նանի։ Կան Աբրամովիչ, բայց Անկա բանը մասն Աբրամովիչ քաղաքական գործիչ։ Ժող Պորտուգալից չէ ֆուտբոլը։ Ուրիշ վերսիան է։ Просто հենց ֆուտբոլիստ պիտի լինի։ Իսկ Ռոնալդովն ինչ գիտե կամ Կրիստիանոյով։ Ռոնալդո вообще-то Նազարիո բրազիլիից էլ կա։ Չէ, քաղաքական գործիչ պետք է Այդ լինի։ ժամանակ երբ որ անունը դրել են Ժամանակ, պարոն Իսաջանյան, ով է պատասխան։ Վերջին հարթիկ փորձի պատասխանել Բարսեղը։ Լսում ենք ձեզ, Բարսեղ։ լինելով Մադրիդի Ռեալի երկրպագու, ով երբեմն եւ շատ հաճախ վերջերս կամային հաղթանակներ է տանում, հուսամ այս անգամ Ռոնալդոյի մասին հարցը մեզ կօգնի նման հաղթանակ տանել եւ միգուցե Կրիստիանո Ռոնալդոյի ազգանունը, նոր ազգանունը Ռոնալդ Ռեյգանի պատվին էր նրա հայրը դրել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պորտուգալացի Ժոզե Դինիշ Ավեյրուն մեծ համակրանք էր տածում ԱՄՆ նախագահ նախկինում դերասան Ռոնալդ Ռեյգանի հանդեպ, ինչն էլ պատճառ դարձավ, որ Ժոզեն իր որդու Կրիստիանոյի անվանը ևս մեկ անուն ավելացնի՝ Ռոնալդո։ 6-5 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Վահան Գևորգյան, Վիկտորիա Քոչարյան, Դավիթ Քոչարյան, Ռոբերտ Հովանիսյան, Բարսեղ Աթանյան եւ թիմի ավակ Արման Իսաջանյան։ Տիկին Նատալիա Սարջանյան, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Կարծում եմ թիմի ավակը կարողանում էր կողմնորոշվել, թե թիմի անդամներից որն է տալիս ճիշտ պատասխանը։ Թիմի ավակը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արման Իսաջանյանը եւ ստանում է իսրայելցի հանրահայտ գրող պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի 21-րդ դարի 21 դասերը գիրքը Ռուբեն Հակոբյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ մարմար է արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Ռուդոլֆ Միրզոյան եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Տիգրան Բաբայան, երթևեկության կարգավորող ձողի մասին, Տաթև Մինասյան, Ստենդալի կարմիր եւ սև վեպի մասին, Սամվել Ներսիսյան, Պուշկինի լեռան մասին, Վահե Հարությունյան, գլադիատորների զրահների մասին եւ Լաուրա Գևորգյան, բռնցքամարտի ձեռնոցների մասին հարցերը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ թմի ավակը չգրված օրենքը ասեց, բայց չպատասխանեց այդ հարցին, Պուշկին լեռան մասին հարցը։ Սամվել Ներսիսյանը Պուշկին լեռան մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող եւ լրացուցիչ ստանում է 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Պարոն Արամ Առաքելյան, Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, ընտրում է լավագույնը եւ հարցի հեղինակին պարգևատրում 50,000 դրամի նվեր քարտով։ Հիմա հիշեցնեմ այն հարցերը, պարոն Առաքելյան, որոնց ճիշտ են պատասխանել։ Անահիտ Ղազարյան, թխի թող գա արտահայտության մասին, Հասմիկ Մայիլյան, կնոջ տարիքի մասին, Ալեք Մկոյան, Թավջութակի մասին, Էդվարդ Ավետիսյան, Թաքուհու մասին շախմատի, Մարիաննա Պողոսյան, բութ կետադրական նշանի մասին, Սերոժա Ափոյան, փախուստի ժամանակ պատուանները մաքրելու մասին, Արմեն Միսակյան, խաղադրույքների մասին եւ Հովանես Սմոյան, Ռոնալդ Ռեյգանի եւ Կրիստիանո Ռոնալդոյի մասին հարցով։ Պարոն հաղորդավար, երևի առանձնացնեմ Լյուսիկի փախուստի մասին հարցը։ Սերոժա Ափոյանը բանտից փախուստի ժամանակ
պատուհանները մաքրելու մասին հարցով ճանաչվում է լավագույն հեռուստադիտող, որի հարցին գիտակները ճիշտ են պատասխանել եւ ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։